Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք ամենահամեղ խմորեղեններից մեկը ամենահամեղ բաղադրատոմսով։ Տորտ տղամարդու իդեալ։ Դե ինչ սկսենք պատրաստելը։ Սկզբում ձվի վրա ավելացնում ենք շաքարավազը և կհարենք այնքան ժամանակ, մինչև որ ծավալը կմեծանա։ Պետք է որ 2 կամ 3 անգամ մեծանա։ Ահա, ինչպես տեսնում եք, արդեն իսկ ծավալը մեծացել է, այդ ժամանակ ավելացնում ենք կարագը։ Կարագը և մնացած բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Այնուհետև կարագն ավելացնելուց հետո ավելացնում ենք թթվասերը։ Թթվասերը նույնպես սենյակային ջերմաստիճանի է, ավելացնում ենք հեղուկ վանիլը և կոնյակը։ Մի լավ հարելուց հետո այնուհետև ավելացնում եմ մեղրը։ Մեղրը իմ մոտ ծորացող է, կարող եք օգտագործել ձեր նախընտրած մեղրը։ Հիմա կհարենք և այստեղ ունենք ալյուր, ալյուրին ավելացնում ենք սոդա, եթե սոդա եք ավելացնելու, ուրեմն 1 թեյ գդալ եք ավելացնում, իսկ եթե ավելացնելու եք փխրեցուցիչ, ուրեմն 2 թեյ գդալ փխրեցուցիչ եք ավելացնում։ Գդալ ալյուրը ավելացնում ենք, միանգամից մի ավելացրեք, ահա այսպիսի ծորացող խմոր է ստացվում։ Այնուհետև ավելացնում ենք մանրեցված ընկույզը և խմորը խառնում, բայց ոչ հարիչով, այլ այսպես ձեռքով ենք խառնում խմորը։ Այնուհետև բաժանել եմ 3 հավասար մասերի, եթե կշեռք ունեք, խորհուրդ եմ տալիս կշեռքով կշռել և բաժանել հավասար մասերի։ Թավայի վրա յուղաթուղթ ենք դնում և խմորը լցնում, այնուհետև պետք է այնպես խմորը տարածենք բոլոր կողմերով, որպեսզի հավասարաչափ տարածված լինեն, մի կողմը ավելի բարձր չլինի, մյուս կողմը ավելի ցածր չլինի։ Այնուհետև պետք է թխենք 170 Ցելսիուս աստիճանում 12-ից 15 րոպե, կախված է ձեր ջեռոցից, անպայման ստուգեք փայտիկով, եթե ստուգելուց հետո փայտիկի վրա խմորի հետքեր չկան, ուրեմն թխված է շերտերը։ Այսպես հերթով բոլոր շերտերը թխում ենք, ինչպես նշեցի, 170 Ցելսիուս աստիճանում։ Հիմա անցնենք կրեմի պատրաստմանը։ Այստեղ ունեմ 300 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ, կհարենք այնքան ժամանակ, մինչև որ ահա այսպիսի սպիտակ տեսք կստանա։ Եվ երբ որ տեսնում ենք արդեն իսկ ահա այսպիսի տեսք ունի, սկսում ենք ավելացնել եփած խտացրած կաթը։ 2 տուփ եփած խտացրած կաթ եմ օգտագործելու։ Միանգամից մի ավելացրեք, այլև այսպես գդալ ավելացրեք կարագին։ Այնուհետև ավելացնում եմ 1 թեյի գդալ հեղուկ վանիլ և 1 թեյի գդալ կոնյակ։ Հիմա կհարենք և մեր հիանալի կրեմն արդեն իսկ պատրաստ է։ Անցնենք շերտերը միացնելուն։ Նախապես 3 մասի եմ բաժանել կրեմը, որպեսզի հավասարաչափ կարողանամ քսել շերտերի արանքներում։ Շատ տարբեր բաղադրատոմսերում կրեմը քսելուց հետո ընկույզ են ավելացնում շերտերի արանքում, բայց ես չեմ ավելացնելու, քանի որ խմորի մեջ արդեն իսկ օգտագործել եմ բավականին առատ ընկույզ, այնպես որ ահա վերջին շերտը կքսեմ և միայն երբ որ ամբողջությամբ պատեմ կրեմով, նոր կավելացնեմ ընկույզը։ Հիմա հավասարեցնենք, որպեսզի գեղեցիկ հավասար լինի բոլոր կողմերից կրեմը, հիմա ավելացնում եմ նաև ընկույզը։ Կարող եք ընկույզն ավելացնելուց հետո մի փոքր կակաոյի փոշի ավելացնել, բայց ես չեմ ավելացնելու այսօր, ուղղակի դառը շոկոլադ եմ քերելու։ 2 տարբերակով էլ շատ համեղ է լինում, երբ որ կակաոյի փոշին էլ է ավելացվում, բայց հիմա միայն դառը շոկոլադն եմ քերիչով անցկացնում, կրկին առատ կերպով ավելացնում ենք, ինչքան շատ է լինում դառը շոկոլադը այս թխվածքի վրա, այնքան ավելի շատ համեղ է ստացվում։ Սիրելիներս, արդեն իսկ պատրաստ է, կթողնենք մնա սենյակային ջերմաստիճանում 1 ժամ, այնուհետև կտեղափոխենք սառնարան 2-ից 5 ժամ։ Այնուհետև կարող ենք վայելել այս համեղ ու հիասքանչ տորթը։ Սիրելիներս, տորթի բաղադրիչների քանակը կարող եք գտնել մեկնաբանության դաշտում։
Իսկ եթե հավանել եք այս համեղ տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, իսկ եթե առաջին անգամ եք իմ ալիքում, խնդրում եմ սեղմեք բաժանորդագրման կոճակին, նաև զանգակ կոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ նոր տեսանյութերի։ Շնորհակալություն ձեր բոլոր դիտումների և մեկնաբանությունների համար։ Բոլորիդ հիանալի տոնական օրեր եմ մաղթում։ Շնորհակալություն, ցտեսություն, կհանդիպենք շուտով։